Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Սայեդ Աբբաս Արաղչին պաշտոնական այցով Հայաստանում է։ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը իրանցի գործընկերոջ հետ նախ քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի ձևաչափով, հետո զբոսնել մայրաքաղաք Երևանում։ Արաղչի Միրզոյան արդեն առանձնազրույցին հաջորդել է նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Իրանը եւ Հայաստանը պայմանավորվել են Արաքս գետի վրա եւս մեկ կամուրջ կառուցելու վերաբերյալ այս մասին Հայաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտնել է Աբբաս Արաղչին։ Նա ընդգծել է. Իրանը ողջունում է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը։ Բաքվի հետ այս պահին չկա համաձայնություն պայմանագրի ստորագրման տեղի եւ ժամկետների վերաբերյալ պատասխանելով լրագրողի հարցին նշել է Արադ Միրզոյանը։ Միրզոյանի խոսքով այս պահին Հայաստանը նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չի լսել։ Երևանը, պաշտոնական Երևանը հետևել է իրադարձություններին անմիջապես այն հայտարարությունից հետո, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, առաջարկել է սկսել խորհրդակցություններ, որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը եւ մյուս մանրամասները։ Այս պահին մենք նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել։ Իրավացիորեն նշեցիք, որ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը զուգահեռ եւ դրանից հետո արդեն նորից Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում, պատկերացնում մինչև զուգահեռ կամ հետո խաղաղության համաձայնագրի ստորագրումից ինչ պետք է անենք հարցնել, պետք է շարունակենք աշխատել, բանակցել եւ գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, արժանապատիվ լուծումներ եւ երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ, այլընտրանք ուղղակի չկա։ Այս պահին այո, չկա ըմբռնում, որտեղ եւ երբ պետք է ստորագրվի։ Մենք ուզում եմ մեկ անգամ եւս ասել, պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավել այդ գործընթացում եւ դնել մեր ստորագրությունը։ Աբբաս Արաղչին էլ պատասխանելով հարցին ինչ կանի Իրանը, եթե Ադրբեջանը ռազմական ճանապարհով փորձի վերցնել Զանգեզուրի միջանցքը, հայտարարել է խնդիրները տարածաշրջանում պետք է լուծվեն երկխոսության եւ դիվանագիտության միջոցով։ Նրանք դեմ են ցանկացած ռազմական քայլի տարածաշրջանում տարաձայնությունները լուծելու համար։ Եթե տարածաշրջանի երկրներն ուզենային օգտագործել հաղորդակցության եւ տրանզիտային ուղիները, Իրանի Իսլամական Հանրապետությունը միանգամայն կողմ է, բայց երկրների ազգային ինքնիշխանության եւ ճանաչված միջազգային սահմանների հարգման շրջանում։ Բացի այս տարբերակից ցանկացած այլ տարբերակ չի համարվում ընդունելի։ Միջազգային agent Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Էհսան Մովահեդյանը ներկա պայմաններում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնածավալ հարձակման հավանականությունը փոքր է գնահատում, հաշվի առնելով ինչպես տարածաշրջանում առկա բարդ իրադրությունը, այնպես էլ Հայաստանի նկատմամբ տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային երկրներում ձևավորված աջակցությունը։ Իրանցի փորձագետը նկատել է, որ նման վարքագծով ադրբեջանական կողմը ցանկանում է որքան հնարավոր է ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանից։ Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը դժվարության մեջ հայտնվի։ Նրանք ցանկանում են ցույց տալ, որ եթե Հայաստանում ցանկանում են ստորագրել խաղաղության համաձայնագիրն, ապա պետք է Բաքվին ավելի շատ բաներ զիջեն եւ ընդունեն իր պահանջները։ Կարծում եմ, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին ցույց տա, որ չի պատրաստվում ընդունել այն, ինչ Բաքուն ցանկանում է պարտադրել, քանի որ դա ընդունված չէ միջազգային հարաբերություններում եւ հակասում է նորմալ կանոնակարգերին ու միջազգային իրավունքին։ Բացի այդ, դուք գիտեք, որ Իրանը միանշանակ աջակցում է ձեզ եւ որոշ տարածաշրջանային գործընկերներ եւս միանշանակ աջակցում են Հայաստանին այս հարցում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սայեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը։ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի եւ Իրանի միջև հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը կարևոր հիմք եւ երաշխիք է հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման համար։ Արաղչին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է Իրանի շարունակական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ընդգծել տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների անխախտելիության կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման, նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները փակուղում են եւ որ Բաքուն տորպեդահարում է խաղաղության գործընթացը։ Սիմոնյանը պնդում է, Հայաստանը միակողմանի զիջումների չի գնում։ Ես նույնիսկ այդ տպավորությունը ունեմ անցյալի հետ կապված, որ եղել է հայկական մարտավարությունը նենց է եղել, որ ադրբեջանական կողմի մոտ նույնիսկ տպավորություն է եղել, որ իրենք կարող են ի սկզբանե ինչ-որ բանի համաձայնվեն, իմանալով, որ հայերը մեկը չեն համաձայնվելու։ Նույնիսկ իրանց համար ոչ օգտակար,
որոնց հետ իրանք համաձայն չեն, բայց իրանք իմանալով, որ մեկը հայկական կողմը չի համաձայնվելու, միջազգային այլ կառույցների, մասնակիցների մոտ այդ տպավորությունը անելու համար, տենց մարտը գործելավոճ է։ Դա իմ անձնական տպավորությունն է եղել եւ նպատակը այս պայմանագրի քննարկման մեջ եղել է ինչ-որ արդյունքի հասնելու, այլ ոչ թե խոսակցությունը հավերժ շարունակելու եւ ենթադրում եմ, որ այդ երկար այս կողմ այն կողմ տանելը այտենց տպավորություն է թողել եւ հետագայում այդ արձագանքը, միակողմանի հայտարարությունը, որ արդեն համաձայնեցված է պայմանագիրը, իմ մոտ այդ տպավորությունը է թողել։ Արմենյան ընդդիմությունն ասում է, որ սա միակողմանի զիջումների մասին է կապիտուլյացիոն փաստաթղթ է, ո՞նց կմեկնաբանեք։ Դե բայց ընդդիմությունը երկու բան կա ասելու։ Առաջին հերթին ընդդիմությունը այդ տեքստը տեսել է, որ տես բան է ասում։ Երկրորդ հերթին ոնց կարող է միակողմանի լինի, եթե բոլոր դրույթները վերաբերում է երկու կողմին։ Դրա տրամաբանությունը թող իրանցից որից է մեկը բացատրի, մենք էլ քննարկենք, հասկանանք, թե ինչն է դրա միակողմանի զիջում։ Եթե գրած է երկուսի համար, չգիտեմ, դա աբսուրդ է ու անլուրջ է։ Այդ բոլոր մարդիկ, ովքեր նման հայտարարություններ են անում, թող գան իմ դեմը կանգնեն կամ ամբիոնից ելույթ ունենան, փորձեն այդ իրենց ասածը որևիցե ձևով գնահատել։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում մատնանշել է, որ նախագահ Ալեն Սիմոնյանը նույն տեղում կանգնած Ադրբեջանի փաստաբանություններ անում։ Ասում է, դե բաներ կան, որ Ադրբեջանն էլ է համարում, որ Հայաստանը լավ չի անում, կարող է մի հատ էլ այստեղ Ադրբեջանի քարոզ կարդան ԿՊԱ-կանները։ Ես այդպիսի բան չեմ հիշում, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աթոռին նստած մարդը վեր կանա ու ասի, որ Հայաստանը որպես կանոն չէր ընդունում այս կամ այն բանակցային առաջարկները, Ադրբեջանը տենց էլ համարում էր դրա համարել խաղաղության պայմանագրի այսպես կոչված հետ ունեն այս արձագանքը Ադրբեջանից ռեալ իրենք ուզում են համոզած լինեն, որ Ադրբեջանը չէր հավատում, Ադրբեջանի համար անընդունելի զարմանալի էր, որ Հայաստանը ընդունել է այդ առաջարկները։ Այսինքն նույնիսկ Ադրբեջանն է հասկանում, որ Հայաստանի համար ինքնասպանություն են այդ առաջարկները։ Այսինքն այնքան վատն է, տեքստը ես դեռ չեմ տեսել, գիտեմ այնքան ինչքան հրապարակել են, որ նույնիսկ ըստ Ալեն Սիմոնյանի Ադրբեջանը չէր հավատում, որ Հայաստանը ընդունելու է այդ կարգի կարելի է նաև անվանել կրկնակապիտուլյացիան։ Սա Ալեն Սիմոնյանի այսօրվա ճեպազրույցը ուղղակի ինքնախոստովանական էր։ Ավելին ասեմ, կապված այն գործընթացի հետ, որ իրենք իրականացնում են։ Իրենց նոր թեզը, դե չգիտեմ, SMS-ով են բաժանում, ինչով են բաժանում։ Այնտեղ բոլոր կետերը երկկողմանի են։ Դա մարազմի գագաթնակետն է։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը մարտի 25-ին պաշտոնական այցով մեկնել է Միացյալ Նահանգներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ընթացքում սա թուրքական դիվանագիտության ղեկավարի առաջին այցն է Վաշինգտոն։ Ֆիդանը հանդիպել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, նաև ամերիկացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ֆիդանն ԱՄՆ-ում քննարկել է Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում ռազմավարական քայլերը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման հարցեր։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հերքել է պնդումները, թե հութիներին հարվածները Թրամփի վարչակազմի անդամները քննարկել են սիգնալի գաղտնի չաթում։ Թրամփի վարչակազմում ոչ ոք սիգնալ հավելվածով ռազմական ծրագրերի մասին տեքստային հաղորդագրություններ չի ուղարկել, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը եւ փակել թեման։ Մինչեւ այդ էլ ամերիկյան Ատլանտիկ ամսագրի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը պատմել էր, թե ինչպես է Թրամփի ազգային անվտանգության թիմը մարտի 13-ին պատահաբար իրեն ընդգրկել սիգնալի չաթ, որտեղ քննարկվում էին Եմենի հութիների դեմ ռազմական հարվածները։ Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի եւ ԱՄՆ փորձագիտական խմբերի միջև երկխոսությունը հեշտ չէր, բայց օգտակար էր, ասել է ռուսական պատվիրակության անդամ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը, նշելով բազմաթիվ խնդիրներ են քննարկվել։ Հագեցած բարդ երկխոսություններ, բայց միանգամայն օգտակար թե մեզ, թե ամերիկացիների համար։ Բազմաթիվ խնդիրներ են քննարկվել։ Իհարկե, ոչ բոլոր հարցերի շուրջ է համաձայնություն ձեռք բերվել, բայց այն, որ նման խոսակցություն եղավ, ինձ թվում է շատ ճիշտ ժամանակին է, հաշվի առնելով թե նոր վարչակազմը, թե փորձագիտական խմբերում նոր քաղաքական գործիչների առկայությունը։ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցությունները կշարունակվեն միջազգային հանրության մասնակցությամբ, այդ թվում ՄԱԿ-ի եւ առանձին երկրների։
Էրիադում անցկացված ռուս-ամերիկյան բանակցությունների բովանդակությունը լայն հանրությանը չի հասնի, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Խոսքը տեխնիկական բանակցության մասին է, մանրամասներին մի սպասեք, ասել է Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակը պարզաբանել է, որ առայժմ երկու երկրները վերլուծում են արդյունքները։ Ինչ վերաբերում է Պուտին-Թրամփ նոր հեռախոսազրույցի հնարավորությանը, Պեսկովն ասել է, առայժմ նման պլան չկա։ Չի քննարկվում նաև Ռուսաստանն, Ուկրաինա, Միացյալ Նահանգներ եռակողմ հանդիպման հնարավորությունը։ Փոխպերգական ավտովթարը տեղի ունեցել Սյունիքի մարզում Մեղրի Լեռնաձոր ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրի հատվածում ու ազմակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մոտ 40 մետր գլորվել ձորը։ Մեղրի շտապօգնության բժիշկների խումբը նշված վայրից ծանր ախտորոշման հիվանդանոց է տեղափոխել Ռուսաստանի քաղաքացի 22-ամյա Իգոր Կոտովին։ Պարզվել է նաեւ, որ տեղում մահացել է Ռուսաստանի քաղաքացի 30-ամյա Ռոման Ալշիխինը։ Մահացածն ու վիրավորը ծառայում են Ռուսաստանի սահմանապահ զորքերում, իսկ տարածքն նրանց վերահսկողության տակ է գտնվում։